Ողջույն, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ վերլուծաբան Ստեփան Սաֆարյանին, Ստեփան Սաֆարյանը հիմնադրել է տարիներ առաջ միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտը, ինչպես նաեւ եղել է Ժառանգություն կուսակցության ակտիվ անդամներից խորհրդարանի падգամավոր եւ այսօր կարծեք թե պատրաստվում է մասնակցել ընտրություններին գալիք, ճիշտ է Ստեփան։ Ճիշտ է, մտածում եմ, իհարկե այսօր ավելի շատ, քան մեկ տարի առաջ, երբ ընդհանրապես չէի մտածում, կրկին մեկ տարի առաջ առաջարկներ կային, ակնարկներ կային տարբեր թիմերից, բայց հանուն արդարության այդ որոշումը առաջին հերթին սկսեց իմ մեջ հասունանալ անցած տարվա դեկտեմբերին, իսկ այս տարվա հունվարին կարծեք թե ինչու ես որոշել վերադառնալ, ինչն է պատճառ, այսինքն այն աշխատանքը, որ դու կատարում ես, կարծում եմ բավականություն է պատճառը։ Միանշանակ, թերևս դա այն աշխատանքն է, որի մասին երազել եմ, նույնիսկ մինչև Ռաֆի Հովհաննիսյանի հիմնադրած հետազոտական կենտրոնը ղեկավարելը կամ դրա կազմում աշխատելը, բայց համենայն դեպս նաև ինքը գաղտնիք չէ, հետազոտական կենտրոնները բնականաբար նաև քաղաքականության մեջ գտնվող ինստրումենտներ են, որոնք այլ ձևով են ազդում քաղաքական որոշումների վրա, հանրային կարծիքի ձևավորման վրա, այնպես չէ, որ քաղաքականության պակաս կար եւ ես դա պիտի լրացնեմ, բայց մի բան ակնհայտ էր, որ թերևս ինձ համոզեցին, որ այն գիծը, որը տարվում էր Ժառանգություն կուսակցության կողմից եւ հատկապես մեր падգամավորության շրջանում, թերևս այդ ֆունկցիան կարծեք թե այլևս կատարող չկա եւ ես կարծում եմ, որ դա վերինաշրջանի կարևոր է հատկապես այս շրջանում Հայաստանի Հանրապետության համար եւ նաեւ միանալ այն ուժերի եւ այն մարդկանց հետ, ովքեր նույն դավանանքը ունեն քաղաքական, գաղափարախոսական, հետեւաբար ի նկատի ունենալով նաև, որ առաջիկա ընտրություններից հետո այլ ընտրություններ չեն սպասվում, մի խոսքով շատ հանգամանքներ, որոնք ինձ ստիպում են մտածել ակտիվ քաղաքականության վերադառնալու մասին։ Ստեփան, ես կարդացի մամուլում, որ ձեզ առաջարկվել է երկդաշինքի կողմից ռեյտինգային, որը դուք չեք ընդունել եւ առաջարկվել է ազատ դեմոկրատների կողմից բավականին բարձր տեղերում եւ որը կարծեք թե դուք ընդունել եք։ Հիմա որոշումը դուք կայացնեք, բայց ես արդեն ուրիշ հարց եմ ուզում ձեզ տալ, չի վերաբերում ձեր անձնական քաղաքական, այսպես ասեմ, հավակնություններին, այս ռեյտինգային ընտրության հետ կապված մտահոգություններ կան, որ ռեյտինգային ընտրությունը դա փաստացի թաղային հեղինակությունների, կրիմինալի, փողատերերի, օլիգարխների համար էլի ճանապարհ է հարթելու դեպի խորհրդարան եւ ավելին դրա պատճառով տեղի են ունենալու կռիվներ, գուցե սպանություններ, այսպիսի կանխատեսումներ կան, որովհետեւ ընդ որում նույն կուսակցության ներսում դուք ինչ եք մտածում որպես մարդ, որ եւ քաղաքականության մեջ եք եղել եւ նաեւ վերլուծել եք քաղաքականություն, այսպես ասեմ։ Սա ըստ էության նախկին մեծամասնական ընտրակարգի քողարկված տարբերակն է, երբ այո, մրցակցային դաշտում դու եթե անգամ շատ պարկեշտ սկզբունքային քաղաքական գործիչ ես, պարզապես շատ ավելի քիչ շանսեր ունես այդ պայքարում հաղթելու, հատկապես եթե դրան էլ գումարվում է այն, որպես կանոն, որ այդ տեխնացուները լինում են իշխանական կուսակցության տեխնացուները եւ վայելում են իշխանության ամբողջ օրինավորություն այդ թվում եւ անպատժելի մնալու առումներով, բնականաբար այժմ մի խնդիր են փորձել լուծել եւ ես դա կարող եմ ուղղակի վկայակոչել հենց 2012-ի ընտրական փորձից, երբ ասենք օրինակ այնուամենայնիվ թեկուզ եւ մարդիկ պարտադրված գալիս էին հանրապետական կուսակցություն ընտրելու կամ այլ կուսակցություն ընտրելու, այնուամենայնիվ որպես անհատ ենթադրենք համակրում էին ինձ եւ ասենք իմ ձայները օրինակ երկու անգամ ավելի շատ են եղել գրեթե, քան ասենք նույն տարածքում Ժառանգության ստացած ձայները։ 10000 ձայն ստացած։ 10000-ի մոտ, այո։ Եվ այս խնդիրը լուծելու համար տեսեք իրենք քվեաթերթիկները միացրել են, այսինքն այն մարդկանց ում որ իրենք կբերեն, այլևս այս խաղի տեղը չեն ունենա, բնականաբար կվերցնեն եւ հանրապետական կուսակցության քվեաթերթիկը եւ կվերցնեն նաեւ մեծամասնականի այդ քվեաթերթիկը, որը իրենց պարտադրում է։ Այս պարտավոր ենք մենք քվեարկել, իսկ չենք կարող օրինակ գնալ ընտրել, ասենք
չգիտեմ, X կուսակցությանը, բայց այդ ռեյտինգային ոչ, նախկինում դա կարող էի կանել, նախկին ընտրակարգի դեպքում դա կարող էի կանել։ Դու կարող էի ուղղակի մեծամասնական ընտրակարգով կներեք բառաֆոնդից համար ընտրել մեր աղբորը, բայց համաստական ընտրակարգի դեպքում գոնե ձայն տալ այն ցուցակին, որին դուք համակրում եք։ Այժմ փաստացի այդ երկու քվեաթերթները միմյանց են կպցվել եւ դուք եթե վերցնում եք կամ անձով պայմանավորված կամ կուսակցությունով պայմանավորված քվեաթերթիկ, ապա երկուսը միաժամանակ քվեարկվում են։ Այսինքն անկախ դրանից դուք այնտեղ նշում չեք անելու համամասնականի դեպքում դուք քաղաքացին ընտրողը նշում չի կատարում եւ նշում կատարում է պարզապես մեծամասնական ռեյտինգային ընտրակարգի դեպքում ուղղակի նշելով իր նախընտրած կամ իրեն ասված տեխնացուին հետեւաբար նաեւ մի տեսակ բացառել են գիտեք այն վտանգը որ մարդը կարող էր փող վերցնել այո, ինչ որ չափով կատարել կուսակցության ընտրելու պահանջը, բայց մեծամասնական ընտրակարգով գոնե ազատ լինել եւ հակառակը։ Այսինքն հիմա այնպես են այլ որ ընտրողը, եթե վերցնում եք քվեաթերթիկը, եթե այդ ռեյտինգայինով կա ինչ որ մեկը, որը իր համար նախընտրելի է, ինքը ուզած թե չուզած քվեարկում է նաեւ հանրապետական կուսակցության օգտին։ Այսինքն այնպես են այլ որ ձայների փոշիացում ծախսված միջոցների հիման վրա չկատարվի։ Հիմա ինչու եմ ես բան արել, ասենք ելքի եւ ազատ դեմոկրատների առաջարկի մասին ասեմ, այնպես չէ որ ես ազատ դեմոկրատների հետ նույն ցուցակով մասնակցելու դեպքում չեմ քվեարկելու վարկանիշայինով, բայց այստեղ խնդիրը հետեւյալի մեջ է, ընդդիմադիր ուժերը պիտի երկու բան չափազանց լավ հաշվարկեն, որ մեծամասնական տեխնացուն ուժեղացնի համաստական ցուցակին եւ հակառակը այն սիներգիա կոչված օղակը, որը պետք է լինի։ Եվ ելքի դեպքում փաստացի առաջարկվեց միայն լինել ռեյտինգայինով, որովհետև համաստական ցուցակը կազմվում է բացառապես կուսակցական սկզբունքներով, այսինքն կուսակցություններով եւ հանուն արտահայտում այնտեղ տեղ չկար ձեզ։ Տեղ չկար այնտեղ, հա, այո, եւ այս կտրվածքով ես համարում եի, որ բավական ռիսկային է։ Ճիշտ է, մենք որպես նույն դաշտում նույն գաղափարները դավանող դերակատարների հարգեք ուժեղացնեինք միմյանց, բայց մեծ էր վախը, որ միայն մնալով ուղղակի մեծամասնական ընտրակարգի ռեյտինգային ընտրակարգի հույսին, պարզապես կարող է մի ամբողջ կամպանիա անարդյունք ավարտվել, ինչպես որ դա եղավ, ասենք 2012 թվականին։ Ես իմ կրեն շատ պարզ ասել եմ, գիտեք, եթե իմ ընկերներին, քանի որ այն թիմերը, որոնք իմ օգտին աշխատել են, այն թիմը, որ աշխատել է իմ օգտին, ես հիմա խնդիր կունենամ նրանց համոզելու, որ գիտեք, շանսը շատ մեծ է, եկեք աշխատենք միասին։ Եվ այս կտրվածքով իհարկե շատ ավելի ընդունել եղել ազատ դեմոկրատների առաջարկը, որը եւ դիտարկել եմ, թեպետ նորից եմ կրկնում եւ Խաչատուր Կոկոբելյանը եւ մյուսները գիտեն, որ սա դեռևս իմ վերջնական պատասխանը չէ, թեպետ առաջիկա 2 օրերին արդեն դա կստակես։ Ստեփան, դուք հավատում եք, որ Հայաստանում հնարավոր է սահմանադրական ճանապարհով, այսինքն ընտրություններով իրականացնել իշխանապողություն, թե չեք հավատում։ Ես հավատում եմ։ Դուք հավատում եք, որ կարելի է Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությունի իշխանությունից հեռացնել։ Ես հավատում եմ, Սիրել Թաթուլ, բայց ոչ թե այն առումով, որ հավատում եմ, որ այս ընտրություններով դա հնարավոր է անել, այլ պարզապես ես համարում եմ, որ դա միակ միջոցն է, որ դա հնարավոր է անել, եթե քաղաքական ուժերը ոչ թե դրա մասին մտածեն ընտրություններից 2-3 ամիս առաջ միայն, այլ մի ամբողջ 5 տարի, եւ ոչ թե այդ 5 տարիների ընթացքում այսպես ասած խալաստոյի պատրոններ կրակեն տարբեր ակցիաների տեսքով, որոնք եւ ձախողում են բերում, եւ տապալում են բերում քաղաքական ուժերի համար, եւ նաեւ հիասթափություն են բերում քաղաքացիներից, որովհետեւ գիտեք, մենք մեր հասարակությանը կարող ենք շատ բաներում մեղադրել, բայց մեր հասարակությունը նույնպես հաղթանակներ է ուզում։ Եթե ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր քաղաքական ուժը անընդհատ տապալվում է, նա չի կարող հույս կապել այդ քաղաքական ուժի հետ։ Եթե քաղաքական ուժը անընդհատ սխալներ է գործում, մարդը, որը նրան ասում է մի արա, սա որովհետև սա սխալ է, բնականաբար պիտի մտածի, եթե դու ինձանից շատ ես սխալվում, հետեւաբար դու ինձ առաջնորդելու իրավունքը չունես։ Ես չեմ կարող այդ իրավունքը տալ քեզ։ Ստեփան, բայց ես ընդհատում եմ ձեզ, ուզում եմ հիշեցնել, որ գոնե իմ համոզումն է սա որպես լրագրողի, որ 2013-ին Ռաֆի Հովհաննիսյանը չի պարտվել։ Այո։ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չի պարտվել։ Ստեփան եւ Դեմիրճյանն ու նրա հայրը չեն պարտվել։ Ուզում եմ ասել, որ խնդիրը նա չէ, որ ընդդիմությունը չի հաղթում, խնդիրը նա է, որ թե ինչպես է իշխանությունը հաշվում։ Այստեղ է խնդիրը։ Իրավացի եք, որովհետև
ասացեք ինձ խնդրեմ, օրինակ, այս տարիների 5 տարիների ընթացքում, օրինակ, գիտեք, եթե դուք նայեք 2012 թվականին Սահմանադրական դատարան ներկայացրած իմ դիմումը ընտրությունների արդյունքների բողոքարկման, դուք բացարձակ այլ բան կտեսնեք, որի մասին չխոսվեց խաղի կանոնների փոփոխության ընթացքում։ Ցավոք սրտի ընդդիմադիր ուժերը կամ բոյկոտեցին խաղի կանոնների սահմանման գործընթացը, ինչը ես վտանգավոր էի համարում։ Միգուցե դա լավ որոշում չի, բայց քաղաքականության մեջ չի, որ դու լավագույն որոշումներն ես կայացնում։ Ես օրինակ դեմ եմ եղել, որ մերժվի սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ բոյկոտը եւ թույլ տրվի իշխանությանը դրանք վերասահմանել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Հիմա վերադառնամ իմ ասածին, ասենք տեսեք ընտրական օրենսգրքի ժամանակ որևէ մեկը չդրեց ռեյտինգայինի խնդիրը լուրջ։ Քաղաքացիական հասարակություն եւ քաղաքական ուժերը դրել էին բացարձակապես 3 խնդիր, ձայների հաշվելու խնդիր, հա, այդ ընտրացուցակներ ներողություն 5 խնդիր։ Ես այլ տեղ եմ տեսել խնդիրները, որովհետեւ ես 2012 թվականին հասկացել եմ, որ ես իմ ուժերով կարող եմ ձայները պահել, բայց ես չեմ կարող իմ ուժերով ազդել, որ վարչական լծակը չչարաշահվի, որ ընտրական հանձնաժողովին պարտադրենք վերահսկել գործընթացը, որովհետև ես եւ որ դիմում եմ, ասում եմ մյուս շտաբի մեջ որևէ ինչ որ բաներ են կատարվում, գիտեք ինձ ինչ էր գրում կենտրոնական շտաբը եւ այդ որոշումը, ինքը գրել էր, որ շտաբերի տարածքները մեր վերահսկողությունից դուրս է, որ մենք չենք կարող դա վերահսկել եւ շտաբերը դրանք ընտրական կամքի, քաղաքացու կամքի, ընտրական կամքի ձևավորման վայրեր չեն։ Այսպիսի որոշումներ չեն խոտանվել։ Ավելին, որևէ մեկը այդպես էլ չմտածեց նույն դուք օրինակ բերեցիք Սահմանադրական դատարանի ուրեմն լիազորությունները, երբ դու ներկայացնում ես այսպիսի գործոններ, Սահմանադրական դատարանը շատ հանգիստ, այսպես ասած, շրջանցում էր, ասում էր, գիտեք, ես փաստի դատարան չեմ։ Ես փաստը չեմ նայելու, ես նայելու եմ արդյոք մեխանիզմը ազդումը, բայց երբ որ մեխանիզմն էր տալիս, որ անհավասար մրցակցություն է եղել, որ տեխնատներից մեկի քարոզարշավը ֆինանսական բացարձակ օրենքի խախտումներ է եղել, որ տեխնատներից մեկի ֆինանսական միջոցների ուրեմն ծախսում անվերահսկելի է եղել, դուք ինչ գիտեք նա ասենք 10 միլիոն է ծախսել թե 200 միլիոն, որովհետև անվերահսկելի թվով տեղեր են փակցված եղել նրա բուկլետները, արգելված վայրում քարոզարշավ է եղել եւ այլն, Սահմանադրական դատարանն ինքը ասում էր, գիտեք, դա էլ իմ գործը չի։ Ես այդպես էլ անկեղծ ասած չհասկացա, թե որն է Սահմանադրական դատարանի գործը, բայց ես հիշում եմ 2003 թվականին մի հրաշալի քննարկում, որի բանախոսներից մեկը ես էի, մյուսը նախկին մարդու պաշտպան Արմեն Հարությունյանը։ Եվ գիտեք թեման որն էր, Սահմանադրական դատարանի այսպես ասած խուզված լիազորությունները։ Եվ ասացեք ինձ խնդրեմ, անցած 5 տարիների ընթացքում որևէ մեկը դրել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության խնդիր, որևէ մեկը չի դրել։ Եվ որ ես ասում եմ քաղաքական ուժերը պիտի պատրաստվեն, ես նկատի ունեմ, որ նրանք առնվազն պիտի նախապատրաստեն խաղի կանոնները, որոնցով կարող են խաղալ, որոնք կարող են այս կամ այն կերպ արդար ելք մատնանշել։ Բայց տեսեք, ներկայացնում ես խախտման փաստեր, Սահմանադրական դատարանն ասում է դա իմ գործը չի։ Ներկայացնում ես այլ բան, նա ասում է դա իմ գործը չի։ Եվ արդյունքում ես մի խնդիր եմ դրել 2003-2004 թվականներից հետո, երբ Ստեփան Դեմիրճյանը դիմեց Սահմանադրական դատարան։ Հետևյալ խնդիրը արդյոք մենք ունենք սահմանված քանակական կամ որակական չափանիշներ, թե ինչպիսի խախտումների դեպքում Սահմանադրական դատարանը պարտավոր է ուղղակի չեղյալ ճանաչել ընտրությունները, անվավեր ճանաչել ընտրությունները։ Չկա նման չափանիշ։ Դրա համար բոլոր տեխնատները Սահմանադրական դատարանում պարտվել են, որովհետև եթե դա թողնում ենք Գագիկ Հարությունյանի կամ մյուսի աչքաչափին, նրանք էլ ասում են, այո, այս տեղամասերում անվավեր, բայց ընդհանուր առմամբ ընտրությունները մաքուր։ Հիմա եթե այս չափանիշները չեն դրել, եթե մենք Սահմանադրական փոփոխությունների ընթացքում չպայքարեցինք ռեյտինգային այս ընտրակարգի իսպառ հանելու համար, որը քողարկված մեծամասնականն է, եթե մենք խնդիր չդրեցինք խաղի այլ կանոններ մեզ համար հավասար մրցակցություն ապահովող դարձնելու համար, բնականաբար ցավոք սրտի, տեսեք, երբ որ նայում ենք, թե ինչպիսի դաշինքներ են ձևավորում այժմ քաղաքական նրանք անդրադառնանք։ Տեսեք, դուք Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ամբից ընտրություններ են լինելու, հավատում եք դրան։ Դուք չեք հավատում։ Հանրապետական կուսակցությունում տեսնում եք, որ ինչ որ պառակտում է սկսել կապված հայտնի մարդեն օգտագործում են ֆեոդալի վարչապետի նախկին վարչապետի հեռանալու հետ Հովիկ Աբրամյանի։ Տեսնում եմ, որ Հանրապետական կուսակցությունում ուղղակի տեղերը քիչ են ընտրացուցակում զբաղեցնելու եւ ամբիցիաները բավարարելու խնդիր կա։
եւ մարդիկ ում ամբիցիաները չեն բավարարվում, բնականաբար նրանք դուրս են գալի այդ կուսակցությունից։ Այսինքն պետք է ուրեմն նախկին վարչապետին նույնիսկ այդ ցուցակում տեղ չպիտի լիներ, հա, կարող ենք այսպես նախկին վարչապետը ավելի ցուցակում տեղի խնդիր չի ունեցել։ Ես կարծում եմ նախկին վարչապետը ակնկալել է, որ այս ընտրություններից հետո ինքը կունենա ոչ պակաս բարձր կարգավիճակ, քան ունեցել է նախկինում կառավարության կազմում։ Միգուցե ազգային ժողովի նախագահ, միգուցե կրկին վերստին վարչապետ, չեմ կարող ասել, բայց համենայն դեպս, այսինքն չեմ կարող ասել, թե ինչպիսին են նրա ակնկալիքները եղել, բայց ակնհայտ էր, որ նրա հեռանալու տեքստերից մեկը սոցիալական ցանցերում այդ իր գրառումը վերաբերվել է առաջին հերթին վարչապետի պաշտոնից ազատվելուն եւ նրա թիրախը թերևս կամ նրա ակնարկը գործող վարչապետն է։ Դուք գործող վարչապետի հետ ժամանակին գործ եք ունենում ձեր հայտնի այն կրպակների քանդման process-ի հետ, մոտիկից ճանաչում եք։ Որոշակի հույսեր կա վարչապետի նկատմամբ։ Դուք ինչպես եք վերաբերում այդ հույսերին։ Արդարացված են այդ հույսերը թե ոչ։ Բացարձակապես ոչ, որովհետև այդպես էլ օրինակ վարչապետը չհրապարակեց, թե ինքը ինչ գործողության ազատություն ունի երկիրը փոխելու։ Եվ ես մի քանի խնդիր եմ առաջ քաշել դեռևս սեպտեմբերի 8-ից անմիջապես օրեր անց, երբ հնչեցրեց նրա անունը որպես վարչապետի տեխնացու, ես ասել եմ հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը այսօր խոշորագույն մի քանի խնդիր ունի։ Առաջինը հաղթահարել օրինակ տնտեսական քաղաքականություններ վարելու առումով ԵՏՄ-ի դրած ինքնիշխանության արգելքները, որ ինքը պիտի փոխարեն։ Նա փոխելու է այդ արգելքը։ Երկրորդը Հայաստանի եւ Եվրոմիության միջև պայմանագրային դաշտի արագ վերականգնումը, որովհետեւ ես առիթ ունեցել եմ մեկ անգամ արդեն ասելու, պատահական չէր, որ ներդրումների հոսք եկավ Վրաստան, որովհետեւ այդ երկիրը ինքը հստակ ցույց տվեց, որ եթե անգամ միջնաժամկետ կամ կարճաժամկետ կտրվածքում հաստատ լավը չէ, անգամ մեզանից, այնուամենայնիվ ինքը ճիշտ գծերի վրա է եւ իր միջազգային պարտավորությունների այդ ճանապարհով երկար գնալու եւ ներքին բարեփոխումների առումով եւ նաեւ տեսլականի եվրոատլանտյան ինտեգրացիայի առումով արդեն որոշակի գարանտիաներ էին ստեղծում այդպիսի փոքր շուկայով երկրում խոշոր ներդրումներ անելու համար։ Հիմա ես ասել եմ, արդյոք մեր վարչապետը դա անելու է եւ վերջապես երրորդը ներդրումները, որոնք այո օբյեկտիվորեն գալիս են արևմուտքից, որտեղ փողերը այնտեղ են, անգամ Ռուսաստանը ինքը խնդիր ունի այս պատժամիջոցների պայմաններում այնտեղից այդ ներդրումները բերելու։ Հիմա ինքը այս ներքին բարեփոխումները կատարելու է արմատական փոփոխությունները, որոնք վերացնեն կոռուպցիան, որոնք վերացնեն մոնոպոլիան եւ մյուս հաստատեն լավ կառավարում, որոնք նույնպես լրացուցիչ երաշխիքներ կստեղծեն արտաքին ուղղակի ներդրողների համար։ Եթե այս երեք խնդիրները նա անելու էր, ես բնականաբար կարող էի նրան շանս տալ կամ նրան ասել հենց այն ժամանակ, այո, ես հավատում եմ, որ նա անելու է։ Ստեփան, իդեպ բայց ես քանի որ նա երբեք այս թեմաներից չխոսեց, ճիշտ հակառակը, սկսեց նյարդանալ, երբ իրան ասեցին մոնոպոլիաները, բանանը ասեց ինձ միլիցիա մի սարքեք եւ այլն, հասկացա, որ նա այդ խնդիրը չունի իր։ Իդեպ իր արժանինքներից մեկը, չգիտեմ Չակերտյալ ասենք թե չէ, իրան ներկայացնում են որպես լավ մենեջեր։ Եվ մենեջեր ներկայացնում են Գազպրոմի դուստր ընկերության, որը կոռուպցիայի մեջ թաղված, ամենավատ սարսափելի է։ Այո, եւ նաեւ մի մարդ, որի ժամանակ մենք փաստորեն կորցրել ենք Գազպրոմում մեր ունեցած այդ տոկոսները։ Միանշանակ, իհարկե չեմ ուզում ասել, թե միայն ինքն է մեղավոր, մենք 20% վերջին, այսպես ասած, բաժնետոմսը ուրեմն օտարեցինք, բայց նախ եկեք սկսենք ինչ է նշանակում մենեջեր վարչապետ։ Կներեք էլի, վարչապետը քաղաքական պաշտոն է։ Վարչապետը պիտի լինի երկրի թիվ 1 բարեփոխիչը, թիվ 1 բարեփոխման ջատագովը, որը այո գիտակցի եւ դրա ցավագին ընթացքը եւ թեվութիկունք լինի մնացած նախարարներին մյուս ոլորտներում իրենց բարեփոխումներ անելու, բայց ասացեք խնդրեմ, ովքեր են նրա թիմում։ Մինչ այժմ էլ անկեղծ ասած երևի եզակի կառավարություն է, որի նախարարներին ես էլ մինչև հիմա ամբողջությամբ ծայրի ծայր չգիտեմ, հանուն արդարության ասեմ, անուն ազգանուններով, որովհետեւ թվում էր, թե այս դաշտի հետ կապ չունեցող, այս համակարգի հետ արմատներ չունեցող եւ այլ մարդիկ, որոնք հայտնի չեն, բայց նաեւ իրենց կերպարով բացառապես հեռու բարեփոխումներ անելու իրողությունից։ Նրանք բոլորը եղել են ֆունկցիոներներ տարբեր հիմնարկներում,
ֆունկցիոներներ, անգամ մենեջերներ չեն եղել։ Հետևաբար ոչ նրանցից լավ մենեջմենտ ես կարող եմ ակնկալել այդ ոլորտներում, ոչ էլ առավել եւս բարեփոխումներ ունեն եւ վարչապետից։ Հետևաբար իսկ եթե վարչապետին ներկայացնում որպես Գազպրոմից եկած լավ մենեջեր, իսկապես դա ամենամեծ ապտակն է վարչապետին, որը նրան բացարձակապես լավ լույսի ներքո չի նկարագրում։ Ժամանակը սպառվել է, շատ հարցեր ունեի, բայց ես մի հարցը կտամ, մյուս հարցերը կթողնեմ մեկ այլ քննարկման, որովհետեւ 2 ամիս դեռ ժամանակ կա, առիթ կլինի քննարկումների, բայց ես հարց ուզում եմ տալ։ Հանրապետական կուսակցության մեջ եւս 11000, ենթադրենք ճիշտ է թիվը, 11000 մարդու մուտքն է շատ ավելի կարևոր, թե Հովիկ Աբրահամյանի մեկ մարդու հեռացումը, որտեվ շատ դեպքերում այս բանավեճն էլ է, չէ՞ գնում, ասում են ոնց 11000-ն ինչ է, Հովիկ Աբրահամյանը ինքը ամբողջությամբ ընտրակեղծարարության այդ բանն էր ներկայացնում, ամբողջ իր շքեղությամբ։ Ինձ թվում է Հանրապետական կուսակցությունը մոտորապես սպասում էր, թե ինչպիսի զրույցներ կլինեն Հովիկ Աբրահամյանի եւ այլոց հեռանալուց հետո եւ փորձ արեց այսպես ասած հակակշռել, բայց շատ անհաջող փորձ, ցավոք սրտի, որտեվ ոչ նա է Հանրապետական կուսակցության մասին լավը ասելու, ոչ էլ Հովիկ Աբրահամյանի հեռանալը։ Մի բան եկեք հասկանանք, որ Հանրապետական կուսակցության ներսում բոլորը ուժեղ են եղել միայն եւ միայն այդ համակարգում լինելու եւ համակարգից դուրս են եկել նրանք ընդհանրապես ես չեմ ուզում թերագնահատել Հովիկ Աբրահամյանն այնուամենայնիվ որպես ռեսուրս, որպես ֆինանսական եւ այլ ռեսուրսներ կրող մարդ, բայց հաստատապես խաղի ազատության առումով նա չի կարող առանձնապես շատ մեծ տեղաշարժեր եւ մանյովրներ ունենալ քաղաքական դաշտում եւ նաեւ այնպես չէ որ չեն գտնելու Հանրապետական կուսակցության ներսում երկրորդ Հովիկ Աբրահամյանին, ով կարողանա նույնքան փայլուն գլուխ բերել, մեղմ ասած, գլուխ բերել ընտրությունները։ Հետևաբար այս կարծիքով ես կարծում եմ ճշմարտությունը մի փոքր ավելի մեջտեղում է, քան այն ծայրահեղ գնահատականներում որ տրվում են։ Չեմ ուզում ասել, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալը ինչ որ չափով չի ազդում Հանրապետական կուսակցության վրա, բայց նաև չեմ ասի, թե դա Հանրապետական կուսակցության վերջն է, փլուզումն է կամ չգիտեմ ինչ է։ Ոչ, Հանրապետական կուսակցությունը իր ներսում ունի բազում այո 11000 Հովիկ Աբրահամյաններ, որոնք կարող են զբաղեցնել սուրբ տեղը, հիմա թե ինչպես Հովիկ Աբրահամյանը ասում, նրանք իրենից հետո գալուց հետո կլինեն նույնքան հայրենասեր եւ պետության ծառայող, որքան ինքը սա իհարկե մի կողմ եմ թողնում, բայց հաստատ ու խոսքս այդ ամենևին այդ եկած 11000-ի մասին չէ, ես դրան էլ չեմ հավատում, դա նույնքան կեղծիք է, դա նույնքան իմիտացիա է, որքան որ Հանրապետական կուսակցության կառավարումն է եղել այս տասնամյակների ընթացքում։ Հետևաբար այս կտրվածքով ես կարծում եմ ուղղակի, որ խաղը շատ վերահսկելի է, խաղացողները, որոնք դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, օբյեկտիվ առումով եւ ես չեմ ասելու պնդելու, որ ասենք Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված խաղի մեջ է, բայց հաստատապես խաղի պարամետրերը այնպես են տրված, որ այդ խաղի դաշտում նրանք երկար թափառել չեն կարող։ Այսինքն սա պայմանավորված խաղ չէ, սա հաստատ հակասություն է։ Ես սրանց միշտ անվանում եմ պարամետրիկ կառավարվող խաղ, որովհետև ասենք Գագիկ Ծառուկյանի նախադեպից հետո, մյուսների նախադեպից հետո, թերևս Հովիկ Աբրահամյանը լավ գիտի։ Արտաշես Գեղամյանինը Դե դա այլ նախադեպ է, որը նույնպես ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, միզրոյ չէ, վտակները եթե երկար ուրեմն թափառեն կչորանան, այ կարող են նաև վտակները վերադառնալ։ Շնորհակալություն Ստեփան, մենք պետք է խոսենք նաև դաշինքներից, մարտի 1-ից այս ընտրություններում դա շատ կարևոր թեմա է եւ արտաքին քաղաքականությունից ես խոստանում եմ մեր մյուս զրույցում հենց այս թեմաների մասին կզրուցենք։ Ես հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ, շարունակեք հետևել Սիվիռ Net-ին։